Ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա Չքնաղ հանգիստը։ Մենք գտնվում ենք Շարմ էլ Շեյխում եւ այս անգամ կբացահայտենք Panorama Nama Heights հյուրանոցը, որը գտնվում է երկրորդ գծում։ Անհատական տրանսֆերով օդանավակայանից հյուրանոց ընկած ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 14 կիլոմետր, իսկ տևողությունը 13 րոպե։ Հյուրանոցը տեղակայված է երկրորդ գծում Nama Bay հատվածում, որն ինչպես գիտեք, պաշտպանված է քամիներից։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս հայտնվում ենք ընդունարանում։ Այստեղ է գտնվում գրանցման հատվածը, սպասասրահը, իսկ վերևի հարկում գտնվում է լոբի բարը, որտեղ all inclusive փաթեթով հանգստացողները անվճար կարող են ըմպել թեյ սուրճ, սովածի չութե եւ եգիպտական ալկոհոլ։ Ներքևի հարկում նույնպես կա բար, որը վճարով է։ Այստեղ ես վճարեցի մոտ $3 ֆիլտրացված սուրճի համար, որն ավելի համեղ էր։ Ասեմ նաեւ հյուրանոցը վերջին անգամ ռինովացիա անցել է 2010 թվականին, եւ այն այժմ դարձյալ մաս անցնում է ռինովացիա։ Հյուրանոցն ունի մեկ մեծ լողավազան իր մանկական հատվածով եւ փոքր ակվապարկ նախատեսված երեխաների եւ մեծահասակների համար։ Լողավազանները եւ ակվապարկը երբեմն տաքացվում են տարվա ձմռան ամիսներին, կավորված են հարմարվետ պլաստմասե տապչաններով եւ հովանոցներով։ Լողավազանի եւ ակվապարկի հատվածում կան բարեր, որտեղ մատուցում են զովացի չութեր, թեյ սուրճ, եգիպտական ալկոհոլ, նաեւ ցերեկվա ժամերին հիմնական լողավազանի հատվածում մատուցում են պաղպաղակ։ Catch rack. Անցնենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որը ձեզ ուզում եմ ցույց տամ, այստեղի դելյուքս համարն է, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Անցնենք ներս։ Մենք համարի ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է։ Ասեմ, որ այստեղի դելյուքս համարները անցել են ռինովացիա, վերանորոգված, թարմ, մաքուր, ֆենը խոշորացնող խայլին, սրբիչները, լոգախցիկը, լոգարանի դիմաց գեստապահարանն է, որտեղ կա սեյֆ, սրբիչներ, անցնենք առաջ, այստեղ մեծ հայլին է, տեսնում եք, ննջարանը կահավորված մեկ king size մահճակալով եւ առանձին մեծ մահճակալով, TV հատվածը, մինի բարը եւ այստեղի պատշ գամբը, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Ցույց տամ ձեզ այստեղի հերթական դելյուքս համարը արդեն երկու առանձին մեծ մահճակալով։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ լոգարանն է, դարձյալ վերանորոգված թարմ տեսքով,
սրբիչները, լոգա խցիկը, լոգանի դիմաց գեստա պահարանն է, որտեղ կան սրբիչները նախատեսված լողավազանի համար, սեյֆը, անցնենք առաջ, հնջելու հատվածը, երկու առանձին մեծ մահճակալով, ինչպես ասացի, TV-ին, թեյի սուրճի հատվածը և պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Պատշգամբում կա չորանոց և աթոռներ իր փոքր սեղանով։ Եվ ևս մեկ դելուքս համար արդեն king size մահճակալով հիմա ձեզ ցույց տամ նրա կառուցվածքը։ Նախ ասեմ, որ վերանորոգված համարներում կան այսպիսի սենսորային համակարգեր, սեղմում է որպեսզի մաքրեն սենյակը և սեղմում է որպեսզի չանհանգստացնեն ձեզ։ Մուտքից աջ լոգարանն է, ինչպես արդեն ասացի, տվյալ կատեգորիայի համարները վերանորոգված են, բայց կան թեթև թերություններ, ոչ շատ մեծ թեթև թերություններ, բայց կան նաև առավելություններ, օրինակ այս լոգախցիկի մաքուր հայերենով ասած պարոգը, որը շատ բարձր է, այսինքն ջուրը դեպի դուրս չի գա։ Տրոպիկական ցնցուղը, սրբիչները, ֆենը, սա ձեռքի օճառն է հեղուկ և շամպունը, լոգանքի համար նախատեսված, լոգանի դիմաց գեստա պահարանն է, որտեղ գտնվում է սեյֆը, մյուս հատվածը, կախիչները, այստեղ գտնվում է սառնարանը, որը դատարկ է, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, king size մահճակալով, ինչպես արդեն ասացի, գեղեցիկ լուսավորմամբ, գեղեցիկ նկարներով ավելի ճիշտ, TV-ի հատվածը, թեյ, սուրճ, ջուր կա այստեղ, բոլոր համարներում տրամադրում են 1 շիշ ջուր, 1 լիտրանոց։ Տվյալ դելուքս համարը գտնվում է առաջին հարկում և նրանք ունեն տերասա, որտեղից բացվում է տեսարան այգին, ճիշտ է, հիմա վերանորոգման աշխատանքներ են գնում, որոնք շուտով կավարտվեն։ Անցնենք առաջ և ցույց տամ ձեզ այստեղի ստանդարտ համարները, ասեմ, որ այստեղի ստանդարտ համարները դեռ ռինովացիա չեն անցել, վերանորոգում չեն անցել, անցնենք ներս ցույց տամ ձեզ այն ներսից։ Մենք ներսում ենք և մուտքից աջ լոգարանն է, որտեղ կա ֆեն, զոքարանը, սրբիչները, այս հատվածում գտնվում է լողանալու համար նախատեսված տեղը, ասեմ, որ ամեն ինչ իրոք հին է, բայց մաքրությանը քիչ թե շատ հետևում են։ Անցնենք առաջ, լոգարանի դիմաց գտնվում է գեստա պահարանը, որտեղ կա սեյֆ, սառնարան, որը դատարկ է, թեյ, սուրճ, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ king size մահճակալը և ասեմ, որ համարը նախատեսված է 2+1 կամ 3+1 նույնիսկ տարբերակով, բայց հիմնականում հարմարը 2+1 տարբերակ է այստեղ, տեղադրվում է հավելյալ մահճակալ և
Այսպես king size մահճակ գալը։ TV հատվածը, պատշ գամբը, որտեղից բացում է տեսարան դեպի լող ավազանը, հյուրանոցի տարածքը, Այժմ ձեզ ներկայացնեմ Panorama Nama Heights հյուրանոցի լողափը։ Ինչպես արդեն ասել էի, հյուրանոցը գտնվում է երկրորդ գծում, եւ հյուրերի համար գործում է տրանսպորտ, որը ֆիքսված ժամերին հյուրերին հյուրանոցից տեղափոխում է լողափ եւ հակառակը։ Ավտոբուսից օգտվելու համար հարկավոր է նախապես ամրագրել ժամը հյուրանոցի գրանցման հատվածում։ Իսկ հյուրանոցից դեպի լողափ տևողությունը կազմում է 15 րոպե։ Լողափը գտնվում է Շարմել-Մայ ծոցում, որը պաշտպանված է քամիներից եւ ունի հիանալի ավազե մուտք դեպի ծով։ Լողափը պատված է դեղին փափուկ ավազով, կավորված է հարմարավետ մեծ հովանոցներով եւ տապչաններով։ Լողափում կա բար, որտեղ անվճար մատուցում են զովացի չութեր, թեյ, սուրճ, եգիպտական ալկոհոլ, իսկ թարմ քամաչութերն ու արտասահմանյան ալկոհոլն այստեղ վճարովի են։ Հյուրանոցում կա նաև մարզասրահ եւ սպա սրահ, որոնք նույնպես վճարովի են։ Այժմ գնանք հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստները համապատասխանում են 4 աստղանի հյուրանոցի ուտեստներին։ Տեսականին շատ է, բայց բազմազան չէ տարատեսակ համերով։ Այստեղ հիմնականում ստանդարտ ուտեստներ են։ Նաեւ նշեմ, որ հյուրանոցը առայժմ չունի ալակարտ ռեստորաններ եւ հյուրերին առաջարկում են միայն հիմնական ռեստորանի ուտեստները, ինչպես նաեւ ցերեկվա ժամերին հիմնական լողավազանի մոտ գործում է Snacks Bar։